Այսօր պատրաստում եմ գրեթե բոլորիս հայտնի աղի բլիթը, որը ունի շատ հետաքրքիր առաջացման պատմություն և եկեղեցական խորհուրդ։ Աղի բլիթի խմորը պատրաստվում է ընդամենը 3 բաղադրիչից՝ ալյուր, ջուր և աղ, ոչ մի հավելում, ոչ մի համեմունք։ Ամեն ինչ շատ պարզ է, բայց հենց այդ պարզության մեջ է դրա խորհուրդը։ Խմորը պետք է լինի բավականին աղի, որովհետև ավանդույթի համաձայն այն պետք է ծարավ առաջացնի։ Ըստ ժողովրդական ավանդույթի, աղի բլիթը պետք է պատրաստի կամ այրի կինը, կամ ամուսնացած և երջանիկ կինը։ Համարվում էր, որ այդպիսի մարդու ձեռքով պատրաստված բլիթը ունի բարի ուժ և կարող է ճիշտ երազ բերել, առանց խանգարելու կամ խաբելու նշանները։ Աղի բլիթը անմիջականորեն կապված է Սուրբ Սարգսի տոնի հետ։ Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշվել է դարեր շարունակ և համարվում է սիրո ու երիտասարդների հովանավորի օրը։ Այն ունի թե եկեղեցական, թե ժողովրդական մեծ նշանակություն։ Սուրբ Սարգիսը 4-րդ դարի քրիստոնյա զորավար էր, որը նահատակվեց հանուն իր հավատքի և հետագայում սրբադասվեց։ Ժողովրդական հավատալիքներում նա համարվում է սիրահարների և երիտասարդների բարեխոսը, ով օգնում է նրանց գտնել իրենց կյանքի ուղեկիցը։ Այս տոնը շարժական է, քանի որ նշվում է Սուրբ Զատկի օրից 63 օր առաջ և կարող է ընկնել հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկած միջակայքում։ Օրինակ, 2026 թվականին Սուրբ Սարգսի տոնը նշվելու է հունվարի 31-ին։ Տոնի նախորդող գիշերը երիտասարդները պահել են մի շատ հետաքրքիր ավանդույթ՝ կերել են աղի բլիթ։ Բլիթը ուտում էին քնելուց առաջ, առանց ջուր խմելու և խոսելու, հավատալով, որ գիշերը երազում իրենց ծարավը հագեցնող մարդը լինելու է իրենց ապագա ամուսինը կամ կինը։ Ժողովրդական հավատալիքներում մեծ նշանակություն էր տրվում նաև երազում երևացած ջրի բաժակին։ Եթե բաժակը ոսկուց էր, ապա ապագա կողակիցը հարուստ է լինելու, եթե արծաթից՝ միջին ունևորության, իսկ եթե կավից կամ պղնձից՝ համեստ պայմաններում ապրող։ Կարևոր էր նաև ջրի քանակը։ Լիքը բաժակը նշանակում էր երկար համատեղ կյանք։ Կիսատը՝ կյանքի կեսը, իսկ քիչ ջուրը՝ կարճատև ամուսնություն։ Բայց Սուրբ Սարգսի տոնը միայն աղի բլիթով չէր սահմանափակվում, կային նաև այլ հետաքրքիր ավանդույթներ։ Օրինակ, շատ տարածված էր ալյուր կամ փոխինդ դնելը տան պատշգամբում կամ տանիքին։ Համարվում էր, որ Սուրբ Սարգիսը գիշերը իր սպիտակ ձիով շրջում է և օրհնում բախտավորներին։ Եթե առավոտյան ալյուրի կամ փոխինձի մեջ երևում էին ձիու պայտի հետքեր, դա համարվում էր մեծ հաջողության, բախտի և բարեբեր կյանքի նշան։ Տոնի օրը պատրաստում էին նաև մի հատուկ ուտեստ, որը կոչվում էր օձի թթու։ Սա ավանդական թթու ապուր էր, որը եփվում էր ոսպից, մանրաձավարից և ալյուրից, թթվի ջրի մեջ։ Իսկ ինչու էր կոչվում օձի թթու։ Ժողովրդական բացատրությամբ այն համարվում էր պաշտպանիչ ուտեստ։ Հավատում էին, որ այս թթու ապուրը պաշտպանում է տունը և ընտանիքը չարից, հիվանդություններից և սողացող վտանգներից, ինչի պատճառով էլ այն ստացել էր օձի թթու անվանումը, որպես խորհրդանշական պաշտպանություն։ Այսպիսով, աղի բլիթը պարզապես ուտեստ չէ, այն մի ամբողջ պատմություն է, կապված հավատքի, սիրո, հույսի և մեր ժողովրդի դարավոր ավանդույթների հետ։ Իսկ դու պատրաստելու ես այս տարի։ Նշիր մեկնաբանություններում, բաժանորդագրվիր և դիր լայք, որպեսզի չկորցնես նոր և հետաքրքիր բաղադրատոմսերը իրենց ծագման պատմություններով իմ էջում։